4 կողմից խեղտած են պահում։ Այս պետության ղեկավարությունը աշխատատեղ չկա մեկ, երկրորդը շատ ցածր աշխատավարձով եթելնում է, երրորդն էլ օրեցօր թանկություն։ Քաղաքացին միանգամից 3 հարց է բարձրացնում. աշխատատեղ, ցածր աշխատավարձ, բարձր գներ։ Հայաստանում այսօր աշխատատեղերի պակաս չկա։ Հազարավոր աշխատողներ արտերկրից գալիս են Հայաստան աշխատելու։ Խնդիրն ուրիշ տեղ է։ Հայաստանում բարձր աշխատավարձով աշխատատեղերի պակաս կա։ Մարդը չի հրաժարվում աշխատանքից։ Մարդը հրաժարվում է աղքատ աշխատավարձից։ Ոչ ոք չի ուզում ամբողջ ամիս աշխատել ու ամսվա վերջում պարտքով ապրել։ Փոքր եւ խելացի երկրները վաղուց հասկացել են, որ աղքատ երկիրը էժան աշխատուժ ունեցող երկիրը չէ։ Էստոնիան, Իռլանդիան, Սինգապուրը հաղթեցին ոչ թե էժանությամբ, այլ գիտելիքով, տեխնոլոգիաներով, արդյունաբերությամբ եւ բարձր արժեք ստեղծող տնտեսությամբ։ Հայաստանը պետք է դադարի լինել էժան աշխատուժ արտահանող երկիր եւ դառնա բարձր աշխատավարձ ստեղծող պետություն։ Սա է մեր քաղաքական խոստումը՝ ստեղծել բարձր աշխատավարձով աշխատատեղերի տնտեսություն տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության եւ եվրոպական շուկաների միջոցով։ Մենք չենք ուզում, որ մեր երեխաները փրկություն փնտրեն օտար ափերում։ Մենք ուզում ենք, որ նրանք իրենց ապագան կառուցեն հենց Հայաստանում։ Մեր պայքարը Հայաստանի աշխատող մարդուն բարձր աշխատավարձի համար է, արժանապատիվ կյանքի համար է։ Հունիսի 7-ին քվեարկիր համար 18-ին, հանուն հանրապետության, հանուն բարձր աշխատավարձի։